բազմիցս հնարավորություն ունենացալ ինձ հետ հանդիպելու։ Ես տասնյակ անգամ հանդիպել եմ իրանց հետ։ Ներկայացությունից դուրս 5 հոգով, 10 հոգով, մանրամասը ներկայացրել իրավիճակը։ Իրանք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Ներկայացվել է թալանի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մի րոպե նահապետ հանգիստ։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով դեռ 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործություն է գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ շրջանակներում ես հրավիրվել եմ նաև որպես վկա հարցաքննության։ Արգրավել է ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք տեղյակ են ինչ է կատարվել Արցախում ներդրումային հիմնադրամում։ Այդ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել է նաև պետական պաշտոնյաներ, ներդրումային հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ։ Վերջերս մենք նաև տեղեկատվական շտաբով տեղեկատվություն ենք տարածել այս ամենիչի մասին եւ հորդորել ենք նորից իրավապահ համակարգին ակտիվացնել գործողությունները այդ նպատակով։ Ես լավ տեղյակ եմ ձեր կողմից ներկայացված պահանջին։ Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին իմ միանալը, ես համարում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, սա քաղաքացիական ակցիա է, եւ ես միայն ողջունում եմ, եթե հանրային ճնշում լինի ձեր կողմից իրավապահ համակարգին այս հարցերին իրավական լուծում տալու համար։ Ինչքան ես հասկանում եմ, ձեր կողմից չկա տրամադրություն այս հարցերը լուծել փողոցային հաշվեհարդարի տեսքով։ Նահապետ, մի րոպե։ Եվ նահապետ, դու եւ քո ընկերները հնարավորություն եք ունեցել իմ հետ հանդիպելու։ Ձեր կողմից եղել է առաջարկ ստեղծել հասարակական կազմակերպություն եւ խնդրել եք ինձ, որպեսզի ձեզ լիազորեմ այդ հարցերով զբաղվելու համար։ Ես այդ համաձայնությունը ձեզ տվել եմ։ Եվ օգնել ենք ձեզ հասարակական կազմակերպություն գրանցելու համար Հայաստանի Հանրապետությունում։ Ասել է կա խնդիր տրանսպորտային միջոցի, նաև տրանսպորտային միջոց ենք տրամադրել, որ դուք զբաղվեք այդ հարցերով։ Այդ լիազորագրի հետևից որևիցե մեկը չի եկել։ Եվ այսօր կազմակերպել այս ակցիան եւ ասել, որ որևիցե աշխատանք չի իրականացում մեր կողմից, դա արդար չի։ Որևիցե մեկը, ով ցանկություն է հայտնել հանդիպել Արցախի նախագահի հետ, այդ հնարավորությունը ունեցել է։ Ես ինձ Թոմաս Պարիչ ձեր հարցերին պատասխանեցի կապված ձեր կողմից բարձրացված հարցերի թալանի վերադարձի հետ։ Հաջորդը, եւ դուք շեշտում եք, որ կամ մեզ առաջնորդի, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետևյալը։ Արցախի սահմանադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն մայիսի 21-ից հետո։ Եվ այդ ձեր նշած անձը կարող է դիմել ազգային ժողով եւ համապատասխան ձևով գրանցվել եւ որպես հնարավոր տեխնացու ներկայանալ։ Ինչ վերաբերում է առաջնորդությունը չի լինում միայն փողոցային։ Եթե այդպես լինի, ցանկացած հաղորդավար կլինի առաջնորդ։ Ծանր ժամանակահատվածում ես վերցրել եմ ինձ վրա այդ պատասխանատվությունը։ Եվ այսօր այս ժողովուրդ այստեղ գտնվելը դրա վկայությունն է։ Երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից ժողովրդի դուրս բերելու համար գոյություն չունի։
Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ իրականացնել, բացել Հակարի կամուրջը, որը 10 ամիս փակ ա եղել։ Դուք շատ լավ տեղյակ եք դրա մասին։ Ու մեր նպատակը եղել է փրկել մեր զինծառայողներին, մեր ժողովրդին եւ թույլ տալ խաղաղ ճանապարհով դուրս գալ այս իրավիճակից։ Ես պատրաստ եմ ցանկացած ձեր հարցին պատասխանել։ Ժողովուրդ, մի րոպե արդեն։ Ժողովուրդ թվարական տարբերակով։ Որևիցե մեկին այստեղ ես այդպիսի բան չի եղել, որ ես չընդունեմ, չլսեմ, չփորձեմ հասկանալ կամ օգնել մեր իրավասության սահմաններում։ Այսօր